Ողջույն սիրելի ակնդիներ, եթերում 5 շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ Արցախի Հանրապետության ազգային ժողովի տարբեր գումարումների նախկին պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի բնագավառների տարբեր տարիների նախարար, պատմաբան Արմեն Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն։ Բարև ձեզ։ Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերելու համար։ Պարոն Սարգսյան, մենք իհարկե խոսենք այսօր մեր Արցախահայության վիճակի մասին, փորձենք հասկանալ Արցախի պետական կառույցների վիճակը, փորձենք հասկանալ ձեռնարկվող քայլերը Արցախահայության այդ ամենի շուրջ պահելու ուղղությամբ, բայց կուզենայի մեր զրույցը սկսեինք այսպիսի մի կետից, մի փոքր ավելի հեռվից գալով 2018 թվականից, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, հեղափոխության արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն եւ նոր իշխանությունները Հայաստանի անմիջապես Արցախյան հարցի շուրջ ուրեմն հանդես եկան, այսպես ասեմ, ծաղալապաշտական, թե մեծամիտ հայտարարություններով Արցախը Հայաստան է եւ վերջ, Արցախը Հայաստանի մարզ է, Բակո Սահակյանը Հայաստանի մարզպետ է, այս ամենը 2018 թվականին է վերագրվում, բայց այն ինչ տեղի ունեցավ դրանից հետո մենք հասկացանք, որ դրանք եղել են միայն խոսքեր եւ ոչ երբեք այս իշխանությունների ուրեմն նպատակ։ Կուզենայի իմանալ ձեր կարծիքը, որովհետեւ դուք այնտեղ եք եղել, Արցախը ինչպես էր արձագանքում դրան եւ հիշողության թեկուզ բերումով արդյոք ամեն ինչ ընկալում եք այնպես, ինչպես մենք այստեղ Հայաստանում, թե դուք ինչ-որ վտանգներ այնուամենայնիվ զգում եք։ Շնորհակալություն հարցի համար։ Կներեք, ի վերջո հարցի բնույթն էր փոխվում, հասկանում եք, իրավունքների, ինքնորոշման եւ այլնի տեսանկյունից արդեն գնում էր դեպի տարածքային հարցեր դառնում։ Արցախը Հայաստանը եւ վերջ այսպես ուղղակի դրվում էր տարածքի հարց։ Գիտեք ոնց է, ես կարող եմ ասեմ, որ 18 թվականի հեղափոխության կամ հեղաշրջման ժամանակ հետևյալ խնդիրն է եղել Արցախում, ժողովուրդ բաժանված էր երկու խմբի հիմնականում։ Ուրեմն մեկը ժողովրդի այն մասը, որը խորությամբ չի տիրապետել ովքեր եկան իշխանության, ինչ անցյալ ունեն եւ իրենց ծրագրային դրույթները ինչպիսին են։ Կար մի մասնագետների նաեւ լուրջ խումբ, որը տիրապետում էր այդ ամենի եւ նա ինքը ուներ այլ կարծիք։ Եվ նկատի ունեք գործընթացին, կարգավորման, այո, ինչին էր տիրապետում։ Ունեմ այն իշխանությանը, որ եկել է Հայաստան եւ ուր է տանում իր առաջարկները։ Հասկանալի։ Եվ կար նաեւ Ղարաբաղի իշխանություն, որի վրա, այսպես ասած, կար բարոյական մեծ պարտականություն, որ ամեն ինչ աներ Հայաստանի հետ, Հայաստանի Հանրապետության հետ կապը ուժեղ պահել եւ փոքր ինչ սեփ չխրել Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջեւ։ Եվ փորձել ցակած հարցերը լուծել անդրգուրության, այսպես ասած, բանակցություններում, որպեսզի այդ միասնությունը ավելի ամրապնդվեր եւ ոչ թե քանդվեր։ Մոտավորապես այս 3 տիպի, 3 կարծիքներն էին իշխում, եւ մենք երբ հայտարարվեց, որ Արցախը Հայաստանն է ու վերջ, այնուհետեւ Բակո Սահակյանն անվանեցի մարզպետ, ընդորում բոլորի ներկայությամբ եւ իր ներկայությամբ, մենք լուրջ վտանգը տեսանք։ Մենք լուրջ վտանգը տեսանք նաեւ նախ անցյալից։ Այսինքն, երբ մենք պատերազմը վերջացավ եւ պատերազմից հետո 94 թվականի պատերազմի մասին է եղել, երբ վերջացավ եւ այն ժամանակ հայրենասիրական ողջավորությունը, հաղթանակ եւ այլ ինչ բարձր մակարդակ էր եւ քննարկում էինք ինչ ճանապարհներով կարելի է լուծել Արցախի հարցը, շատ լուրջ հաղթանակից հետո այն ժամանակ մենք տեսանք, որ նույնիսկ հիշի օրգան Հայքը, որ այն ժամանակ այդ թերթը կար, գիտեք, այնքան չէր տպագրում հողերի հանձնման խնդիրը, ինչքան որ տպագրում էր հայկական ժամանակը։ Եվ մենք այն ժամանակից արդեն ծանոթ էինք հայկական ժամանակի դիրքորոշմանը, որի խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր։ Այնուհետև մենք տեսանք նաև տարբեր խորհրդաժողովների, ժողովների ժամանակ այդ ուղղությունը քաղաքական, որ Արցախը բեռ է, Արցախից պետք է ազատվել, մասնակի Հայաստանը եւ այլն։ Եվ ճիշտ ասած մենք լուրջ վախենում էինք։ Երբ կոռուպցիայի դեմ պայքարը եղավ, կարծես զարթոնք Հայաստանում, վերափոխություններ եւ այլն, մենք սկսեցինք լուրջ մտածել
որ ինչու է կոռուպցիայի դեմ պայքարը անջատում հայրենասիրական գաղափարներից։ Մհմ, Որտեւ երբ որ փորձում են հայրենասիրական գաղափարները ոնց ասեմ, բեկանեն, իջեցնեն, այդ գաղափարախոսությունը վերացնեն, թուլացնեն, ապա առաջ է քաշում հիմնականում որպես կանոն կոռուպցիայի դեմ պայքարը։ Եթե ուզում են հակառակը կոռուպցիան փակել, ապա բարձրացում են հայրենասիրության դեմ պայքարը եւ ասում, գիտեք, եթե հանկարծ ինչ-որ փորձե կոռուպցիայի դեմ պայքարենք, ապա պատերազմ Մա սկսենք։ դա օրինաչափություն է Այո, ձեզ։ երբ այս երկուսը իրար հետ չի լինում, դա արդեն վտանգ է։ Իսկ իդեալականը այն է, որ բնական է հայրենասիրության գաղափարախոսության հետ զուգահեռ քալի կոռուպցիայի դեմ պայքարը, որը ամենամեծ արգելքն է երկրի զարգացման համար։ Եվ ընդհանրապես մեր կարծիքը այն է, եւ բազմիցս ենք ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած երկրում, որ ուզում է շատ արագ զարգանալ, պետք է հավասարեցվի պետական դավաճանության տերմինոլոգիային, հասկացողությանը։ Եվ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է դատվեն այնպես, ինչպես դատում են պետական դավաճանները։ Եվ սա լուրջ է, եւ սա պետք է շատ արագ անեն։ Եվ մենք տեսանք, որ դա ուշանում է, հետո արդյունքը տեսանք եւ այլն, հասկանալի է։ Բայց իրականում սա եղել է ավելի շատ կոռուպցիայի դեմ պայքարը տակտիկա, քան ստրատեգիա, նպատակ։ Եվ այս ձևով ընկալեցինք մենք։ Հետագա գործունեությունը ցույց տվեց դա 20 թվականի պատերազմը, այնուհետև վերջին պատերազմը արդեն, երբ արաբացիները լրիվ միայնակ էին մնացել այդ հսկա պետությունների դեմ Ադրբեջան, Թուրքիա, մասնակի Իսրայել, սիրիական տերորիստներ, մասնակի Պակիստան, եւ մեզ համար ամեն ինչ բարձ եղել, մեկ միայնակ, ուրեմն փորձում ենք։ Այդքանը հերիք չէ, եղավ նաեւ պատերազմական գործողությունների ժամանակ լուրջ դավաճանական քայլեր, շատ լուրջ դավաճանական քայլեր, ներսից որի փակագծերը բնական այսօր հնարավոր չի բացել հեղինակային եթերի սահմանափակնելու եւ այլ պատճառով եւ շատ գործեր գտնվում են դատական պրոցեսի մեջ Հենց այդ իմաստով անհարմար չի, եւ ինքն իսկական պատկացրեք մի որ արցախցիները 23 թվականին փորձեցին վերջակետը դնել, ուրեմն 23 թվականի սեպտեմբերին ես ուզում եմ օգտվելով առիթից նաեւ հայտարարեմ հետեւյալը, որտեղ ես պատմաբան եմ, ես սիրում եմ խոսել փաստերով, պատերազմը տևել է 1 օր։ Եվ այդ հսկա պետությունը Ադրբեջանը իր այդ շրջապատող արբանյակներով հարձակվեց արցախցիների վրա, որ միայնակ թողված արցախցիների վրա 10 ամիս շրջապատման մեջ, որ սկսած վառելիքից, վերջացրած ուտելիքով եւ այլն։ Եվ մենք ունենք պահեստային որոշակի վառելիք։ Եվ երբ հարձակվեցին 1 օրվա մեջ հարց տանք բոլոր նրանց, ովքեր այլ ձևով են ուզում ներկայացնել այդ պատերազմը, այդ հսկա Ադրբեջանը, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության տերիտորիայից է հողեր վերցրել, գիտեք, ապա ինչը գրավել Արցախից, եթե արցախցիները վատ են գրվել։ Միայնակ արցախցիները 120,000 երեխաներ կանայք այդ 120,000-ի մեջ։ Ինչ է վերցել 5 գյուղ Մարտակերտից, 2 գյուղ Ասկերանի շրջանից, վերջ։ Ասի կարողացել է առաջ գնալ, ոչ, բայց ոնց է եղել, որ այդ հսկա բանակին կանգնեցրել ենք։ Եվ հաջորդ օրը կանգնեցվել է պատերազմը։ Եվ այնուհետև ռուսական խաղապահ բանակի ներկայացուցիչների հետ համատեղ Ղարաբաղի իշխանությունը փորձել է հասնել նրան, որ ադրբեջանցիները ետ վերադառնան իրենց նախկին դիրքերը, որովհետև երբ պատերազմը կանգնեցվել է, թուրքական հատուկ ծառայությունների օգնությամբ, որը պարզ է, ապա ադրբեջանական ստորաբաժանումները անտառներով մտել են ու կանգնել Ղարաբաղի գյուղերի վերևը։ Եվ մենք բայց պատերազմ չկար արդեն։ Եվ սկսում էր բանակցություններ ադրբեջանցիների հետ, որ նրանք հետ դառնան եւ գնան ելման դիրքերը։ Եվ որևէ քանի հոգի Ղարաբաղից լքել Ղարաբաղը, երբ Ադրբեջանը 44 օրյա պատերազմ Շուշին էր գրավել, չնայած գրավել է ճակետների մեջ են ասում, որովհետև գիտեք ինչպես են ինչ է եղել եւ շարունակում է այդ հետաքննությունը, Ստեփանակերտի վերևը Շուշին գրաված են հողերը շրջապատման մեջ, քանի արցախցի է թողել Արցախը դուրս եկել։ Այսինքն այս ամբողջը մենք տարել ենք եւ մենք հավատում էինք, որ այս սխալը շտկելու է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ 120,000 հայեր անտեղ գտնվում են սարսափելի իրավիճակում։ Այսինքն ինչպես մոռանանք, երբ Քարագլխում Ասկերանի շրջանի, երբ կազմակերպեց
դպրոցի տնօրենը, թե համայնքապետը, հստակ չեմ հիշում, եւ կազմակերպեց շրջապատման մեջ երեխաների դուրս գալը, որտեղ զոհվեց երեխաները, այդ թվում նաեւ իր երեխան։ Այսինքն պատկերացնում են նրանք, պատկերացնում են, որ երեխաները պատկերացնում են այն բոլորը, ովքեր որ փորձում են սև գիծ փորձել որոնել արցախցիների պայքարի մեջ։ Պատկերացնում են ինչ է նշանակում, երբ 3 տարեկան թորանը մեկ խնձոր է տալիս եւ ուրախությամբ ոնց է ճճում։ Երբ որ ամիսներ շարունակ չկար արդեն նույնիսկ քաղցր, տնտեսական դժվարությունները իր տեղը, բայց երբ ամեն րոպե չգիտես որտեղից է հարձակումը լինելու եւ ինչ է լինելու քո երեխայի թորան եւ այլ ճակատագիրը։ Եվ մինչեւ վերջ պայքարել է, մինչեւ վերջ չեն թողել։ Առաջի հիշեք, պատերազմը ավարտվել է 20-ին, սեպտեմբերի 19-ից սկսել է 20-ին ավարտել, Ղարաբաղցիները դուրս են եկել Ղարաբաղից 27-ից։ Բայց 7 օրը ո՞նց է մնացել այնտեղ։ Բայց եթե փախածներին են, միանգամից կսկսեին պատերազմից հետո միանգամից 19-20-ին փախչեին, էլի։ Այսինքն չի կարելի հայ ժողովրդի տարբեր խավերի միջև եւ տարբեր խավերից բացի մասերի միջև սեպ խրել։ Եվ փորձել, եթե նույնիսկ ինչ որ միտեղ բաներ կա, որ ճիշտ է, չի կարելի կանգնել դրա վրա ու շարունակել խորացնել այդ սեպը։ Եկեք վերցնենք, տեսնենք, քանի տոկոսով է ռոպագանդում ազգի միասնությունը, առաջարկում մեխանիզմներ ազգի միասնության, եւ քանի տոկոսով է ռոպագանդում այն գաղափարները, որ ազգը բաժանեն։ Կարող ենք համատել մենք իրար հետ։ Այսինքն, պարզ է, մեր թիվը փոքր է, սփյուռքերը շատ մեծ է եւ հնարավորությունները մեծ է։ Եվ այդ թիվը փոքր լինելով միասնության փոխարեն, մենք ինքներս մեզ պարակտում ենք, որովհետեւ մարդիկ կան չկայացած, որը հայրենիքի հանդեպ մեծ մասը չունեն ոչինչ արած, 0 են բառացիորեն, մարդիկ կան գիտության մեջ չկայացած այդ թվում եւ տարբեր բնագավառներում չկայացած, եւ այդ մարդիկ փորձում են երևալ եւ ոչ շաբլոն գաղափարներ գտնել իբր։ Այսինքն դուք պատկերացնում եք իսրայելցին, օրինակ ասեմ, քանի որ հունիսի 4-ը մոտենում է, իսրայելցին քննադատի Իսրայելի անկախությունը։ Երբ 40 թվականին Իսրայելը անկախացել է, ընդամենը ավելի քան 14000 քառակուսի կիլոմետր ուներ։ Հիմա Իսրայելը ծավալապաշտական քաղաքականություն է վարում։ Հայ ժողովրդի ինչքան իշխանություններ, քանի իշխանություններ 20 թվականից սկսած, քանի քաղաքական գործիչներ, ինչքան են քննադատել Բաթումի պայմանագիրը, երբ ոչ մի բանից մենք շահել ենք նախ ավելի քան 12000 քառակուսի կիլոմետր, երկրորդ ամենակայորը պետականություն, երրորդը, որը 12000-ը մի քանի ամսից հետո, մի տարուց հետո դարձել է 71000-ի, չորրորդը, որ այդ պայմանագիրը վերացել է մի քանի ամսից հետո, որ իսրայելցին է քննադատել, որ նրանք, ովքեր որ իսրայելական պետությունը ստեղծել են 14000-ի վրա, այդ պայմանագիրը սխալ է, այդ քննադատել են։ Այսինքն Հայաստանի առաջին հանրապետությունից ընդամենը 2500 քառակուսի կիլոմետր է հիմա։ Այսինքն ինչու ենք մենք փորփրում ու քանդում մեր արժեքները։ Կնքում է Սևրի պայմանագիր 160000 քառակուսի կիլոմետր, մեծ մասը վրա են թափվում, որ թղթի վրա պայմանագիրը չիրականացավ ու քննադատում։ Կնքում է Բաթումի պայմանագիր, որը քիչ է տերիտորիան 11.5, բայց մեր ապրելու իրավունքը բերեց հավերժության համար, մեր պետականությունը ստեղծեց, քննադատում է, որ ինչու այս պայմանագիրն են կնքել։ Այն դեպքում եւ կրկնում եմ, դա կյանք չունեցավ։ Այսինքն մենք պետք է վերափոխենք մեզ։ Մենք պատմություն կերտողից դարձել ենք պատմություն ոչ թե գրող, գրելը շատ լավ է, պատմություն ես գրում, դասեր ես քաղում եւ այլն, այլ պատմություն փորփրող եւ միայն սխալներ ճարող, ընդ որում, որը կատարում է քաղաքական ուժերի հրամաններով։ Կոմունիստները ներողություն հրամայեցին, որ այդ բաները ջնջեն, որպեսզի այսօր կենթանի է այդ գաղափարները, ՀՀՇ-ը նույնը արեց, այսօր նույնն են անում։ 11000 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետությունը առաջին, այնքան էր ինչքան Արցախի Հանրապետությունը 11500 քառակուսի կիլոմետր։ Այսօր Արցախի Հանրապետություն հանձնվեց, այսինքն Հայաստանի առաջին հանրապետության սկզբնական չափի չափ տերիտորիա հանձնվեց, իրենց անվանում են հերոսներ։ Այն ժամանակ ոչ թե հանձնվեց, չունեինք ոչինչ, ստեղծեցինք պետականություն 11.5,
Սրանց համանում է դահաճաներ։ Հա։ Այսինքն նույն սա ես ինչու համար ես անցյալը գնացի, որտեղ նույն գաղափարախոսությունը գործում է այսօր այդ թվում արցախցիների նկատմամբ։ Դուք հիմա շատ լուրջ բաների մասին եք խոսում, հետո ես այսպես ասեմ, լուրջ մարդկանց մասին եք խոսում, որոնք ստեղծեցին պետություն, որոնք հետո այդ պետության համար պայքարեցին, այսպես եղավ, թե այնպես եղավ, ի վերջո մենք ունեցանք Հայաստանի առաջին հանրապետությունը, որի շարունակողն է այսօր մերօրյա Հայաստանը եւ առանց առաջի հանրապետության դժվար թե այսօր մենք ունենայինք պետականություն։ Բայց այսօր մեր պետության ղեկին այդ լրջության մարդիկ են, որոնք պատրաստ են ուրեմն հրաժարվել անգամ հայրենիք գաղափարից, հանուն այդ պետության իրանց ունեցած այս մի քանի քառակուսի կիլոմետրի հանուն այդ ամենի հրաժարվել ամեն ինչից եւ միևնույն ժամանակ մենք տեսանք, որ այդ հրաժարվելու այդ ուրեմն կետերի մեջ էր նաեւ Արցախը, Արցախից անգամ հրաժարվեցին։ Ես ուզում եմ հիմա հիշատակել ձեր հարցազրույցներից մեկում դուք այսպիսի խոսք եք ասել, Արցախը հանձնելով չէ, որ կարելի է պահել Հայաստանը, Արցախը պահելով է, որ պիտի պահենք Հայաստանը։ Այսինքն Արցախի նշանակությունը Հայաստանի համար որպես պատվար։ Հիմա սա վերաբերում է ամեն ինչին, թե պետությունների երկու հայկական պետությունների միջև սեպ խրելուն, ինչի մասին դուք ասացինք, թե ազգի մեջ սեպ խրելուն, թե ժողովրդին պառակտելու, ամեն ինչի հետ կապված է Արցախի անձնումը։ Ունենք այսօր Արցախից մի բուր ժողովուրդ, ունենք Արցախի պետական կառույցները Հայաստանում, մենք իմացանք արդեն ունենք նաև ազգային ժողովի նախագահ, որոնք են հաջորդ քայլերը լինելու։ Հաջորդ քայլերը լինելու է, որ պետք է մենք ընտրենք Արցախի նախագահ։ Ահա։ Ուրեմն այստեղ ոչ թե այստեղ կարևորում ենք մենք այն մեխանիզմները, որը կոչվում է պետություն, օրենսդիր ժողով, կառավարություն, նախագահ, որը օդի պես անհրաժեշտ է մեզ։ Որովհետև մեզ ներողություն շտկենք, մեզ հայությանը, այո, ոչ միայն Արցախահայությանը, որտեղ սա պետք է մեր հերոստատիտողի համար։ Չէ, հայությանը։ Ուրեմն հետևյալն է, այսօր երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունը դեմ է, օրակարգում չկա նախ այդ իսվանության քաղաքականության Արցախի հարցը, ասենք դեմ է Արցախի վերածնմանը, Արցախ պետություն լինելուն, փաստը իրենք են հայտարարել, ապա այս этаպում բնական է Սփյուռքը եւ Արցախը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծ մասը, կարա մեծ բառ օգտագործեմ, բնական է կողմ են, որ ունի Արցախը։ Խնդիրը այն է, ինչ տեսակետից կարող է լինել։ Ինչու է պետք կառավարությունը, դրա համար եմ ասում։ Այսօր միջազգային ասպարեզում, ուրեմն սեպտեմբերի 19-ից հետո 1.5 տարի մինչև հիմա, Եվրոմիությունը, Եվրոխորհուրդը իր տարբեր որոշումներով, առանձին պետություններ, պարլամենտ, առանձին անձեր, պարլամենտի անդամներ եւ այլն, բազմիցս խոսում են եւ նույնիսկ ճանապարհ են ցույց տալիս Արցախ վերադառնալու մասին։ Բանաձևեր ընդունվեցին։ Բանաձևեր ընդունեցին եւ այլն բնական է։ Նշանակում է ամրագրենք Արցախը դարձել է միջազգային հարց։ Այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները դրա դեմ են։ Պատկերացնենք Հայաստանի իշխանությունների միայնան այդ գործընթացը։ Հիմա Արցախը եթե միջազգային հարց է, ուրեմն այդ պետությունները ունեն շահը իրենց։ Բացի համամարտկային արժեքներից, իրենց շահը, որ պետք է լինի Արցախ։ Ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք պատմության ցանկացած ցնցումների դեպքում կարողանանք օգտվել նրանից եւ ապահովենք քաղաքական վերադարձը Արցախի հանրապետություն։ Եվ այս առումով բնական է, որ պետական օղակները օդի պես անհրաժեշտ են։ Եթե այսօր առաջին պլան է մղվում այս իրավիճակում հասարակական գազམ་ակերպությունների դերը, ապա վաղ թե ուշ, ապա առաջի պլանը մղվելու Արցախի լեգիտիմ կառավարության դերը։ Եվ ինքնիստիկյան կառավարական օղակների պահպանումը, ասենք թեկուզ վտարանդի կարգավիճակով։ Իհարկե, կառավարության մեխանիզմների պահպանումը, օրենսդիր, գործադիր մարմիններ առաջին հերթին, բնական է, որ շատ անհրաժեշտ է Արցախի հավաքական վերադարձի համար։ Եվ բոլորս բնական է կողմ ենք այդ վտարանդի կառավարության լինելու եւ պահպանմանը։ Շատ լավ։ Ուրեմն վերջին շրջանում
Մի քանի օր առաջ բառացիորեն Ալիևը կրկին խոսեց փախստական ադրբեջանցիների վերադարձի մասին Հայաստան, ինչին Հայաստանից եղավ արձագանք ազգային ժողովի նախագահի մակարդակով, որ ինչ կա, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մեջ նրանք պիտի այստեղ ապրեն ճիշտ այնպես, ինչպես հայերն ապրում են Վրաստանում, շատ թեթև է նայում, ստերեոտիպին չի էլ հաշվարկում, որ այդ նրանց տեղափոխման, այստեղ բնակեցման, բնականով ապահովելու եւ նրանց մյուս կարիքները հոգալու իմաստով Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է մտնի այդ ուրեմն ծանրության տակ։ Բայց Հայաստանի իշխանությունները զարմանալիորեն դրան որպես հայելային առաջարկ չեն առաջարկում հայության վերադարձը։ Ստերեոտիպին գիտե կամ կարծում են վերադարձ չի լինի, ադրբեջանցիների հետ միասին ապրել չի լինի այնտեղ, այդ դեպքում ինչպես հասկանանք ադրբեջանցիների հետ այստեղ ապրելու իրենց վճռականություն չասեմ, այլ իրենց համարձակությունը։ Հարցը շատ կարևոր հարց է, Հա։ որովհետև եթե ուշադրություն եք դարձնում, ինչ է կատարվել։ Գիտեք, ժողովուրդը որպեսզի ընդունի որևէ որոշում, որ անսովոր է կամ հակազգային է, ապա պետք է մաս կաթեցնել ժողովրդի ուղեղին որոշ ժամանակը մեկ, որը այդպես էլ կատարվում է։ Եթե ուշադրություն եք դարձնում, առաջին անգամ տարի ու կես կարծեմ առաջ հարց եմ տվել Ալեն Սիմոնյանին, որ գտնում եք, որ կարող են ադրբեջանցիները գան Հայաստան։ Ինքը ասել է չեմ բացառում։ Այսինքն ոչ հաստատել է, ոչ մերժել։ Այսօր խոսում են վերադարձի մասին։ Շատ ավելի ռեալ։ Եվ ավելի ռեալ ապրեք։ Իսկ մի քանի ամիս առաջ Թորոսյանը իր հարցազրույցի մեջ ասել է, նկարագրել է եւ բանակի ոլորտում, պաշտպանության ոլորտում եւ այլ, ուրեմն զորակոչիկների թիվը եւ այլ մնացածները տնտեսության մեջ ու գտել է, որ այս իրավիճակից դուրս գալու զարգանալու համար պետք է լինի ներգաղթ եւ ասել է, որքան է տարօրինակ է ոչ միայն հայեր։ Հիմա նայեք, մենք ազգային ենք, բայց ազգայնամոլ չենք։ 120,000 արցախցիներ են վերադարձել այստեղ։ Քանի հազարն է դուրս եկել այստեղից եւ քանի հազարն է ինչ վիճակի մեջ գտնում։ Երբ կրճատում են նրանց սոցիալական ապահովագրական տարբեր նպաստները, որը մեծանում է արտագաղթը, եւ հենց այդ ներգաղթը եղել է արդեն 120,000-ի, որ մենք չենք կարողանում ապահովել հայրենասեր, պինդ, Արցախի Հայաստանի Հանրապետության համար վահան հանդիսացող արցախցիներին, որ վաղը մի բան լինի, ապա առաջին շարքերում իրենք են լինելու ինչպես միշտ, հայ ժողովրդի լավագույն զավակների հետ միասին։ Ապա ինչպես ենք ապահովում այլ ազգիների մուտք։ Հետևյալ հարցը տամ, հարցին հարց տամ, ով է ուզում գա Արցախ։ Միակ հայտը տվել է Ադրբեջանը 300,000 ադրբեջանցիների մասին։ Որոշ ժամանակ անց ավելացրել է Ալիևը հետևյալը, որ մեր հատուկ ջոկատայինները պետք է պահեն իրենց անվտանգությունը։ Այսինքն ինքը մտցնում է Հայաստանի Հանրապետություն հատուկ ջոկատայիններ։ Եվ դա փորձում է հայմատություն անցկացնել արցախցիների հետ, որ մենք ընդունում ենք Հայաստանի Հանրապետություն, իրենք է պիտի ընդունեն Ադրբեջանի Հանրապետությունը։ Ընտրությունների ժամանակ 300 ադրբեջանցիներ մի քանի տարուց հետո մասնակցում են Հայաստանի Հանրապետության ընտրությունների։ Կրկնում եմ, այս կներեք, ես չեմ սիրում արկածախնդրություն ելույթի մեջ ասեմ, այս արկածախնդրությունը, այս կործանարար քաղաքականությունը պետք է կանգնեցվի։ Չի կարելի այդպես։ Վերջապես ամեն ինչին ունի կարմիր գծեր, որտեղ պիտի կանգնենք։ Այդ կարմիր գծերի մեջ պետք է կանգնեցվի։ Եվ դրա համար լուրջ հիասթափություն է ապրում ժողովուրդը, լուրջ հիասթափություն է ապրում այն ժողովրդի այն մասնիկը, որոնք միշտ պատրաստ են պայքարի հանուն Արցախի հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման, հանուն ուժեղ Հայաստանի Հանրապետություն ունենալու։ Պարոն Սարգսյան, արցախցիների ուրեմն դուրս գալուց հետո Արցախում պատմամշակութային հուշարձանները սկսեցին առաջի հերթին հարված ուղղեցին հենց պատմամշակութային հուշարձաններին, փորձելով հայկական հետքը ջնջել Արցախից, ինչպես դա արել են Նախիջևանում,
Եվ հիմա նույն ուրեմն վայրագությամբ պղծում են, ոչնչացնում են, պայթեցնում են, չգիտեմ, հայկական մշակույթի ուրեմն բոլոր այդ հերթականության բոլոր օջախները եւ կհասնեն ի վերջո նաեւ շատ հայկական ուրեմն եկեղեցիների այլ ազդավան, այլ ազգի ինչ որ մի բան օրինելով պատմություն այդ եկեղեցիների համար։ Եթե ժողովուրդը չկա տեղում, չկա նաեւ մշակույթը չի կարող պահպանվել։ Հիմա մենք ասում ենք վերադարձ լինելու է, բայց մյուս կողմից էլ չենք տեսնում ադրբեջանցիների այստեղ ներգաղթը Հայաստան հետ բերելը։ Մենք ոնց ենք մտածում հետ գնալ Արցախ։ Դա արդյոք միֆ չէ։ Ես նայում եմ այսօրվա մեր հարաբերությունները ներսի եւ բարեկամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, այսինքն ինչ պիտի լինի, որ արցախցիների վերադարձ լինի, արդյոք միայն արցախցիների պայքարով հնարավոր է հասնել դրան։ Շատ կարևոր հարց եք տալիս ես։ Առաջինը ասեմ, որ դա վերացական հայրենասիրական բառեր չէ, որ հնչում է վերադարձը, որ դա միֆ չէ, դա շատ ռեալ է եւ իրոք ռեալ է եւ պետք է կարողանա պրոֆեսիոնալներ ու հայրենասերներ ճիշտ միասին համագործակցել, որ ստեղծված աշխարհաքաղաքական այս իրավիճակում մենք կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել ունենալ մեր դերը Արցախ վերադառնալու համար։ Ուրեմն առիթից օգտվելով ասեմ, որ Genesis Armenian, ուղեղային կենտրոնի Genesis Armenia-ի կազմել է համապարփակ վերադարձի մի ծրագիր, որը արդեն ավարտման փուլում է, որը կազմված է երկու ուղղությունից, որը շատ կարևոր է երկուսն էլ, մեկը միջազգային ասպարեզ, որ մենք լուրջ համագործակցում ենք հայ դատի մարմինների հետ, եւ տարբեր փորձում ենք կազմակերպությունների անհատների հետ համագործակցել։ Երկրորդը ներքին քաղաքականություն, ինչպես պետք է անենք, որ ներքին քաղաքականության մեջ ճիշտ խաղակարտերը ճիշտ աշխատացնենք, որպեսզի կարողանանք ապահովել ժողովրդի միասնությունը, նպատակաուղղվածությունը նույն գաղափարի շուրջը։ Հենց հավաքական վերադարձը այդ ծրագրի բաղկացուցիչ մասն է եւ հիմնական մասն է, որ առաջ է քաշել Genesis Armenia-ն։ Ուրեմն ասեմ, որ այս ամենի հետ միասին մենք դրել ենք համահայկական մեխանիզմի ստեղծում, որովհետև մենք վստահ ենք, որ այդ մեխանիզմը ստեղծելով համահայկական Արցախի շուրջը, մենք ունենալու ենք նաև հայ ժողովրդի զարթոնք, նորից զարթոնք Արցախի շուրջը։ Եվ վստահ ենք դրա մեջ, հիմա դետալներն ենք ճշտում։ Ծրագիրը բաղկացած է 15 ուղղություններից, ամեն ուղղություններ շատ լուրջ վերլուծվում է, եւ դրա հիման վրա մենք կազմակերպում ենք նաեւ կլոր սեղաններ, եւ կլոր սեղաններ, տարբեր մակարդակի կլոր սեղաններ, որոնք փորձում ենք քննարկել ծրագիրը, իմանալ նոր առաջարկություններ կամ հաստատել ծրագրային դրույթները, որ իրենք հաստատում են։ Եվ Չէ, ես կուզենայի մի քիչ ասենք մեխանիզմ էլ նշեի։ Եվ այդ քննարկումներն իրենց երթին, բայց մեխանիզմը մենք հետեւյալն ենք, հիմնական մեխանիզմն է, որ պետք է լինի համահայկական ներքին քաղաքականության մեջ պետք է լինի համահայկական զարթոնք։ Պետք է լինի համահայկական ղեկավար մարմին, որը զուտ զբաղվում է այդ գործով, առանձնապես այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները դեմ են դրան։ Պետք է օգտագործել ողջ հայկական պոտենցիալը, լինի արտաքին քաղաքականության մեջ դիվանագետների, լինի ներքին քաղաքականության մեջ եւ ողջ հայկական պոտենցիալը պետք է կարողանալ օգտագործել։ Եվ այդ դրանից ներքև գալիս է արդեն եւ հայրենիքի մեջ պետք է ունենալ համապատասխան մարմիններ։ Եվ վստահ եմ, որ շատ կուսակցություններ եւ տարբեր կուսակցություններ ունեն իրենց ծրագիրը, Հայաստանյան եւ տարբեր կուսակցություններ ունեն իրենց ծրագիրը, օրինակ Հայ-Աղբական Դաշնակցությունը շատ լուրջ երկու գրքույկ է հրատարակել, որտեղ ցույց է տվել սեպտեմբերի 19-ից հետո աշխարհի մասշտաբով ինչ որոշումներ են կայացրել, որից հետևություններ է կազմում, թե ինչ պետք է անել։ Այսինքն շատ կուսակցություններ կմիավորվեն եւ այդ նույն համահայկական կենտրոնի մասնաճյուղ կունենանք նաեւ Հայաստանում, որը կսկսի լուրջ մի մեխանիզմով աշխատելը։ Մեխանիզմի մասին շատ հետաքրքիր է, ապագա երկրորդ քայլում մենք նախատեսել ենք երկրորդ քայլում համահայկական բանակի գաղափարը եւ ժողովուրդ բանակի, ազգ բանակի գաղափարը, որը փորձում ենք լուրջ վերլուծություն արել ու մեխանիզմներով,
Այդ ծրագրի մեջ չկա վերացական կետեր, կամ միայն կետեր, վերացական բառեր, կամ միայն զուտ կոնկրետ կետեր, որով պետք է առաջնորդենք։ Կա նաև Արցախի կարգավիճակի խնդիրը, ռեալ իրավիճակի սենելով, որ մեզ համար ընդունելի է 3 ուրեմն կարգավիճակ, եւ ընդհանրապես ամբողջ ծրագիրը ինքը կոնկրետ է եւ ձեր ասած մեխանիզմները։ Ահա։ Պարզապես մոտ ժամանակները սերիու մենք կավարտենք։ Սա համահայկական ծրագրի առաջնեկն է, ոնց որ ասում են, եւ վստահ ենք, որ հետագայում այդ ծրագիրը կավելացվի, կզարգացվի եւ տարբեր կուսակցություններ, տարբեր միություններ կօժանդակեն եւ կունենանք համահայկական մի լուրջ ծրագիր, համահայկական։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։